Իսկ այժմ սիրելի սեղանակից ընկերներ, նոր շունչ հաղորդենք մեր տոնական միջոցառմանը, քայլանցում ենք անում օրվա սպասված ուրախ օրվան մեր եւ բաժակները լցնելով շնորհավորական խոսք ենք ասում կրկին ու կրկին, թեպետ վաղ առավոտից էլ ասում ենք, բայց այս պահին բոլորս միասին կրկին անգամ շնորհավորենք մեր զույգի փակն ու պսակը։ Մաքս ասում են կյանքում էական չի, թե կողակիցդ ֆինանսապես կլինի հարուստ, միջին ապրող, թե աղքատ։ Հարսիկ ջան, կարևորը, որ տղամարդը լինի կնոջը սիրող, հարգող, գնահատող եւ թերություններով հանդերձ ընդունի մազերից այլից միջև ոտքերի ծայրը, չէ՞ Խաբոր ջան, ընդունենք հոգով սրտով մեր կողացի։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք լինեք օրինակելի։ Մաքս ջան, այսօր Նալբանդյանը մեծ համայնք է, բայց այդ մեծ համայնքում մի փոքրիկ գեղեցիկ ընտանիքի հիմք է դրվում, ձեր մեծ սիրո արդյունքում։ Ցանկանում ենք ձեզ բոլոր ներկաներով լավն ու բարի, ձեր սպասվող գալիք կյանքի մեծ ճանապարհի։ Ցանկանում ենք բոլորս միասին, որ այնքան բարգավաճ եք, մանկան ճիչերով լեցուն դարձնեք Ստեփանյան ընտանիքը եւ ուրախություն պատճառեք ձեր հարազատներին, ձեր շրջապատողներին։ Ցանկանում ենք այնքան ընդլայնվի ձեր ընտանիքը, որ մեծանաք, տարիք էլ առնենք, Հարսիկ ջան, լվացքի պարանին մեծական այսպիսի խոսք կա, չէ՞, ասում են թող կախված լինի լվացքի պարանին եւ մանկան հակաշոր եւ մեծահասակի գլխաշոր։ Մեծանակ, ծիլեք, ծաղկեք, ողոջեք, պտուղներ կան և ամենակարևորը սիրեք կյանքով, գնահատեք այն սերը, որ այսօր իվերուս տրված է ձեզ սիրելու, սիրված լինելու և Մաքս, դու ինչ ես կարծում, մեր գեղեցկոյի Անուշի գլխի թագն է, որ նրան թագուհի է դարձնում, ասում ենք թագավոր թագուհի, թե կողակից է։ Հոյով, բուսատով, մեր Մաքսը, այո, հենց պատճառ է, որ մեր գեղեցկուհի Անուշը իրեն թագուհի զգա։ Թագը չի կնոջը դարձնում թագուհի, այ կողակիցը։ Մենք ցանկանում ենք, որ դու միշտ որպես թագավոր լինես, իսկ մեր Հարսիկը քո կողքին միշտ շողա, լույս արձակի շրջապատին եւ որպես թագուհի ապրի քո կողքին։ Ձեր լավ բարի կենացը ձեր պսակը թող շնորհավոր լինի, թող ձեր սիրո ծառը միշտ բերքով կռանա տարվա բոլոր եղանակներում եւ այն երբեք չչորանա։ Ծափարենք մեր զույգին։ Իհարկե այս պահին, հարգելի հարազատներ, ես համոզված եմ բոլորդ էլ կցանկանաք մոտենաք սրտի շնորհավորական ձեր խոսքը ասեք զույգին, բայց քանի որ շատ ենք սրահում, ժամանակը քիչ է, անելիքը շատ, պարզապես հիմա չենք մոտենում զույգին, եթե ցանկանում եք կարող եք SMS հաղորդագրության միջոցով ձեր սրտի խոսքը փոխանցել զույգին։ Ընձեռնենք հնարավորություն, թող այսօրվա իմ գործընկեր, տաղանդավոր սիրված երգիչ Ժորժ Պետրոսյանը կազմակերպի համապատասխան այս պահին գեղեցիկ սպասված կատարում։ Խնդրեմ հավեցեք, Ժորժ Պետրոսյան։ Այսօր այն եկել հասել, որ ես ուզում եմ քեզ ասել, այսօր շատ եմ ես սպասել, սիրտը սրտին ակո հասել, ակնեմ լինես սիրելի, սիրո երդում եմ քեզ տարի, ես երջանիկ եմ որ դու կաս, ում ես սրտում իմ կամալա, Siro
Չէին պարում, գոնե ծափարենք մեր երկիչին, Ժողովուրդ Պետրոսյան։ Իսկ այս պահին ես ակնկալում եմ, որ պետք է բոլորը բարեն, Քավոր ջան, քանի որ օրը սպասված է եւ անփոխարինելի։ Ավելի աշխուժ երաժշտական գեղեցիկ կատարումով միանում են այս պահին մեզ իմ գործընկերները, ընկերներ համույթը, ակնկալում եմ բոլորին մասնակցությունը բարարապարակում։ Սիրով ձեզ համար, համեցեք։
շնորհակալություն նաև ընկերներ ավելին։ Շնորհակալություն նաև աշխուժ պարողների պատվին Ստեփանյան ջան, բոլոր չծապարողներին։ Ինչ արած։ Ես ընդունում եմ այս վահին շարժը դատարեցնենք պարագարապարակում և բոլորս նստենք ու միասին թարմացնենք բոլոր բաժակները։ Եվ արեքից օգտվելով ցանկանում ենք մոտ հրավիրել մեր զույգի աշխարհբերող սուրբ ու անկրկնելի ծնողներին։ Ամուսինները, Մադոյանները և Ստեփանյանները, խնդրում եմ համեցեք ինձ։ Պարզ է, խմում ենք մեր ծնողների կերնացը, ովքեր իրենց սրտի մեծ ցանկությամբ աշխարհ են բերել այսօրվա երեկոյի կայացման մեղավորներին, Մաքսին և Անուշին ու արժանացան այսօր խաղաղ երկրի տակ փառք Աստծու։ Արժանացան զավակների թափ ու պսակին։ Յուրաքանչյուր զույգի սրտի մեծ ցանկությունն է, չէ՞։ Հենց ամուսնանում են առաջին իսկ օրվանից համատեղ կյանքի ասում են բա բարգավաճենք, մաղթանքներ այդպես կա, ասում են երեխաներ ունենանք ու մեծացնենք, իրենց թափ ու պսակին արժանանանք, ապրենք միասին երջանիկ կյանքով, հիմա այն երջանիկ պահն է անփոխարինելի, որ դուք ականատես եք, տեսնում եք ձեր զավակների աչքերում շողացող լույսը անսահման սերը։ Սիրելի ծնողներ, աչքներս լույս լինի, թող բախտավոր լինեն ձեր զավակները, դուք էլ ամեն անգամ բարեկամություն եք արդեն հիմք դնում այսօրվանից, ամեն անգամ հանդիպելիս միմյանց ամենակարևորը նայեք պարզ աչքերով, ժպտակ անկեղծ ժպիտով, սիրելի ծնողներ, և վայելում եք արդեն այն, վայելելու եք այն պահերը քաղցր համով ոտով տարիները, որ ձեզ պարգևելու են թորնիկներ, արդեն մեծություն եք վայելելու։ Իսկ ես ուզում եմ բոլոր հարազատների ուշադրությունը խնդրել և անկախ տարիքից կարծում եմ ինձ հետ համակարծիք կլինեն, որ աշխարհում ամենամաքուր, անկեղծ սերը, բարի սերը, եթե ուզում ես տեսնել, երկիր մոլորակի վրա ոչ մի երկրում չկա, ոչ մի երկրում չպետք է փնտրել, փորձել գտնել։ Միանգամից կարող ես շրջվել նայել ծնողի աչքերի մեջ և ամենաանկեղծ մաքուր սերը կտեսնես։ Եթե անգամ սխալ լինենք որոշ դեպքերում, գործողություններում մեր, ծնողը կարող է մեզ նախատել մեր սխալը մեր աչքերին նայելով ասի, միգուցե ինչքան էլ որ մեզ համար դժվար լինի, բայց ծնողը զավակի թիկունքից միշտ զավակի համար կաղոթի։ Եկեք բոլորս գնահատենք անկախ մեր տարիքից մեր ծնողների ներկայությունը։ Նրանք են մեր հրեշտակները պահապան, մեր առաջին իսկ ծնված օրվանից ու վայրկյանից, որ մեր մայրերը այդ դժվար պահերին էլ անգամ իրենց մարմնով մեզ գրկում են ու կերակրում։ Շնորհակալ ենք, որ դուք կաք սիրելի ծնողներ, առողջ եղեք, դուք կյանք եք տվել ձեր զավակներին, կարծում եմ միշտ եղել եք նրանց պահապան, պաշտպան, մինչև օրս և այս գեղեցիկ իրական օրվա համար ես կարծում եմ, որ ձեր զավակները հավերժ ձեզ են պարտական։ Եղեք առողջ, երջանիկ, ոտքով, ձեռքով, մինչև խորը ծերությունը ապրեք ձեր, վայելեք ձեր թորնիկների երջանկությունը, թող նրանք միշտ ողողեն սեր ու երջանկություն ձեզ պարգևել իրենց չարաճճություններով։ Ծափարենք մեր ծնողներին, ցանկանանք առողջություն, երկար տարիների կյանք նրանց։ Իսկ ժամանակի սովորության պատճառով չեք մոտեն այս պահին ծնողներին, կխնդրենք դուք էլ նստեք, սիրելի ծնողներ, իսկ այս պահին բեմահարթակից երաժշտական գեղեցիկ կատարումով մեր զերմյանում սիրված երգիչ իմ գործընկեր Վազգեն Ավետիսյանը, լսում ենք։ Ես ողջունում եմ բոլորին սիրելի ժողովուրդ, ուզում եմ մենք բարձր ծափարենք մեր ծնողներին առողջություն երկար տարիներին, մեր գեղեցիկ զույգ պատրաստողներին և գեղեցիկ եկեղեցիներին մեր ծնողներին։
հատոցան է որգան, նարիշներնից ասեք, արենանի շրնան։
մեր երաժիշտ ընկերներին։ Իսկ այժմ հարգելի սեղանակից ընկերներ մի քանի րոպե կազմակերպում ենք կրկին երաժշտական դադար, ճաշակում ենք երկրորդ կոնցերտը, որից հետո կշարունակենք։ Բարեխորհուրդ ձեզ։ Խնդրում ենք կրկին անգամ ձեր բոլորի ուշադրությունը։ Մենք վառարությունից մեր ելույթում խոսքում միշտ ասում ենք ավանդական հարսանիք։ Այո, ավանդական հարսանիքում չի կարող բացակայել լինել հավավորը։ Հավորի ներկայությունը հայոց օջախում շատ կարևոր է։ Առավել ևս նման արարողության ժամանակ դերը նշանակությունը Քարո օջախում մշտապես ընդունված է մեր պապերից մեծերից ասել են օջախում հավորը մարդ չի սովորական։ Հավորը սրբություն է։ Իսկ Մանուկյան ընտանիքը պատրաստականորեն հայտնեցի, որ պետք է լինեն կողքին Ստեփանյան ընտանիքի եւ այս պատասխանատու հիշարժանորով լինեն վկան քավորիներում եւ տան հայ առաքելական եկեղեցում իրենց կարևոր քավորական օգնությունը։ Ու այս առիթով միասին եկեք բաժակները մեր սրտի խորքից վեր պարզենք եւ խմենք Մանուկյան ընտանիքի գենացը եւ մեր շնորհավորական եւ նույն ժամանակ Մանուկյաններին շնորհավորական սրտի խոսք ասենք։ Կեցեք քավոր Սամվել Մանուկյան ջան։ Դուք օջախում սրբություն եք այսօր ձեր օրհնությունով, ձեր տգալությամբ, առաջնորդությամբ, վառարությունից կազմակերպվեց մեր սպասված ավանդական հարսանիքը, վկայեք դուք այսօր եւ միշտ կլինեք Ստեփանյան ընտանիքի կողքին։ Մենք ցանկանում ենք Կապաջան, որ մշտապես դեսերուն շարունակական լինի հարսանիքի հարաբերությունը, համապատասխան լինելը, բարեկամ լինելը, այդ հասկացողություն է, բայց այսօրվանից դուք Ստեփանյան օջախում ամենակարևոր անձն եք համարվում։ Մենք ցանկանում ենք ամեն բաց խոսելերի գլխին միշտ հաղթանակ նստած լինեք դուք Կապաջան։ Օրհնանքը թող սանիկների միշտ ուղեկից լինի։ Թող սանիկները կապրեն քեզանով, հպարտանան քեզանով Կապաջան։ Դուք էլ միշտ ընտանյոք հանդերձ ապրեք ընտանեկան խաղաղությամբ, ապրեք լավորով։ Ցանկանում ձեր սանիկների բարիք ի վերջո, թող նրանք 25 թվականին սիրո արդյունքում կազմեն ավելի մեծ ընտանիք։ Կապաջան ի վերջո, կենացդ լինի, խաչդ միշտ զորավոր լինի, ծափարությունը Մանուկյան ընտանիքին։ Շնորհակալ ենք մեզ Կապաջան, օրհնությունը տալու համար մեզ հետևելու համար։ Բրավո ձեզ, զորքապահով, ձեր կենացը։ Thank you.
Thank
Շնորհակալություն նաև մեր երգիչին Վազգեն Ամետիսյանը։ Ես առաջարկում եմ բոլորս այս պահին դադարեցնենք շարժը բարարապարակում, նստենք, որպեսզի պատրաստենք այն նվերները, որ պետք է հանձնենք այսօրվա զույգին ամուսնական։ Ես խնդրում եմ հարցնոպեսան զբաղեցնել իրենց համար նախատեսված թեմերը։ Ցանեցի մասնակիցներ, նորից եմ կրկնվում եւ խնդրում եմ բոլորի ուշադրությունը։ Պահ է հասունացել, որ մեր պատրաստած նվերները հանձնենք մեր զույգին ամուսնական, բայց ընդունված կարգի համաձայն ի նշան իհարկե հարգանքի նախ պետք է ձեռեք հնարավորություն սկզբում կամորական ընտանիքը պետք է իր նվերը հանձնի սանիկներին։ Մանուկյան ընտանիքը պատրաստել են սանիկներին օրվա առիթով ոսկե վզնոցը իր կուլոնով։ Մենք ասենք Հավոր ջան, թող Աստված շնորհավոր անի, սանիկների տաստված երջանիկ կյանքով պահի եւ իհարկե նրանք առողջ ու երջանիկ վայելեն այն նվերը, որ այսօր դուք սրտանց նվիրում եք մեր զույգին։ Ու այս առիթով իմ գործընկերները կազմակերպում են Դուշի, համեցեք։ Շնորհակալություն Մանուկյան ընտանիքին նվերի համար, իսկ հիմա հարսանյաց հանդեսի մասնակիցներ տրվում է բոլորիս հնարավորություն նվերներ հանձնենք, դա կլինի դրամի տեսքով, թե զարդերի տեսքով, բոլոր նվերները չեն կանադականացով, պարզապես ձեր նվերի հանձնման ժամանակ կրկին կազմակերպվում է մեկ ընդհանուր երաժշտություն։ Հերթով պարով գրանցվում ենք օնլայն ու սիրով մոտենում զույգին հանձնում բոլոր նվերները։ Նախապես ասում եմ Աստված շնորհավոր անի ու այս առիթով ոնց են կազմակերպում կրկին Տաշի Դուշի։
սիրելի հարազատներ, նվերների համար ամենակարևոր, ամենաթանկ նվերը Իսուր ոչ են ասում, ոսկի ու գանձ ամեն ինչ անձողիկ է։ Մարդը թող իրեն միշտ հարուստ զգա, իրեն շրջապատող հարազատներով, դա է ամենակարևոր քաղցրությունը։ Միշտ մնաք այսպիսի համախմբված Ստեփանյան ընտանիքի կողքից անպակաս։ Շնորհակալ ենք սիրելի հարազատներ, որ դուք այսօր կաք եւ կրկնակի օրը ավելացում եք բարձր տրամադրությամբ իհարկե աշխուժություն եք պարգևում եւ քաղցրացնում եք երեկոյի ողջ ընթացքը ձեր մասնակցությամբ որպես նվեր։ Շնորհակալ ենք ձեզ։ Հիմա եկեք այս պահին, սիրելի ծնողներ, մեր ուշադրությունը դարձնենք բոլոր փոքրիկ ձագուկներին, թող նրանք շտապեն, լքեն պարահրապարակը, սիրելի մայրեր, պահեք ձեր ուշադրության կենտրոնում, որպեսզի ձեռնեք հնարավորություն մեր նորահարսիկը բարի։ Խնդրում եմ դադարեցվի շարժը պարահրապարակում եւ փոքրերի եւ մեծերի կողմից իհարկե։ Մեր հարսին եւ փեսային խնդրում եմ գալի հարսիքան, տրվում է հնարավորություն, որ բարեք այս պահին ընթացակ պարահրապարակում այն պարը, որին մեր հարսիկը շատ է պատրաստվել Մաքս ջան։ Այնպես որ գնահատականի մեր ծափահարությունները տանք մեր հարսիկին եւ վայելենք գեղեցիկ պարը։ Համեցեք խնդրեմ։
Շնորհակալությունները, բրավո։ Մասը դուք մոտենաս մի հատ համույթ նվիրես մեր հարցիկին, մեր հասեքի բարձր ծափերով, բրավո։ Ընկեր Մաքս, դուք գիտեք բացի այն անակնկալ բառը, որ պատրաստել եք մեր նորահարսիկը քեզ համար, հարազատների համար, դեռ չի ավարտվում անակնկալների տարածքը շարունակում է։ Պարզապես բոլոր քաղցր համով հոտով ձակուկները շտապում են իրենց ծնողների մոտ։ Եվ վայելում ենք հաջորդ անակնկալը, որ պատրաստել է մեր հարսիկը, բայց ճուտիկները լքում են բարարել։ Մեր հարսիկի հաջորդ անակնկալը, տեսնենք ինչի մասն է խոսքը։ Խնդրեմ համեցեք։ Շնորհակալություն մեր հարսեկին գեղեցիկ երկի անակնկալի համար։ Տամաշը, ասում ենք ավանդույթ, ավանդական հարսանիք, ավանդույթի մեջ է հենց է, պետք է ավանդական հարսին բարեհանակը հնչի այս բանին, բուժ հանդիսությունների հյուրընկալ սրահում, պարում են հարսն ու փեսան,
Հարգարժան քավորը սիրելի քավոր տիկին է եւ կարող են նրանց միանալ վարկյաններ հետո բոլոր ցանկացողները։ Խնդրեմ համեցեք։ Միասին շուրջ պարեք բռնում, համեցեք, ցանկացողները կարող են միանալ, հավեսով, հավեսով։ Եկեք միասին միանանք, հավեսով, 1, 2, 3, 4։
Շնորհակալություն, բրավո մեր Հարսոֆեսային եւ նրանց աջակցողներին, շնորհակալ ենք ձեզ։ Հիմա այս պահին մի պահ ընդամենը դադարեցնում ենք շարժը բարահրապարակում, նստում ենք, որպեսզի լցնենք, թարմացնենք բոլոր բաժակները եւ չմոռանանք Հարությունյան production-ը։ Այսօր չմոռանանք, որ Ստեփանյան եւ Մադոյան ընտանիքին աջակցում են հարազատները, տալիս են իրենց ամենաթանկ նվերը ժամանակը։ Ուրախանում են ի սրտե, չէ՞ որ ասում են ոսկի ու գանձ ամեն ինչ ացողիկ է, մարդը հոգով սրտով ուրախանա եւ ավելացնի ուրախությունը հարազատի։ Հիմա այս պահին առիթից օգտվելով շնորհակալություն եմ ուզում ասել բոլոր հարազատներին ձեր մասնակցության համար։ Սիրելի հարազատներ, բարեկամեցողներ, սիրելի մեր թանկ հորեղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ եւ քեռիներ, ձեր բոլորի անզուգական կենացն այս պահին թող լինի, ձեր զավակներով, հարսներով, թոռներով ու ծոռներով, միշտ շրջապատված լինեք իրարով, իրարից անպակաս լինեք, յուրաքանչյուրի օջախում ցանկանում ենք այսպեսի ուրախ, աչքալուսանքով առիթները թող անպակաս լինեն, մենք էլ կարողանանք միշտ օգտակար լինենք ձեզ։ Հարգելի հարազատներ, եթե ձեր կյանքի գետ մի պահն անցնի, այդպես արեք, որ այն միշտ խնդությամբ լցվի։ Չէ՞ որ կյանքի իմաստը հենց դա է։ Ով ինչպես ապրի, այդպես էլ կյանքը կանցնի։ Չէ՞ որ անցնում են օրերն անտես, հասակ ենք առնում ու չգիտենք ինչպես։ Վայելենք ամեն տրված ժամն ու րոպեն, ձեր բոլորի արժանի թանկ կենացը, սիրելի հարազատներ, եկեք ինտերես մեզ, բարձր մի պահ ծափը արենք, թարմանանք ու նոր շունչ տանք մեր միջոցառմանը, նոր ռիթմերով երաժշտական շարունակություն հաղորդենք։ Սիրով ձեզ համար, համեցեք։
կյանքս կացրան